Խոսեցիք Ռուսաստանը իշքան վատ է եղել Հայաստանի համար, բայց չխոսեցիք, որ քանի անգամ մեզ արևմուտքը մեր պատմության ժամանակ գծել է։ Թուրքին օգնել է, թուրքն մեզի ջարդել է։ Դրա մասին մոռացան։ Երբ է օգնել։ Մխիթար Սպարապետի օրոք, Մխիթար Սպարապետի օրոք։ Ով է Ֆրանսիան ու Անգլիան օգնեցին, Ֆրանսիան ու Անգլիան օգնեցին Թուրքիային, որովհետեւ ձենկով, ինստրուկտորներով, հազար տեսակի ձեզ կարամ հղումներ տամ, գերքերի, պատմությունների Ես անպայման ձեզ հղումները կդամ, դուք կարտացեք, դա ես չեմ գրել, որ Անգլիան եւ Ֆրանսիան մեզ զենք են տվել Թուրքիայի, որ իրանք մեզ կոդորեն։ Ռուսաստանին էլ ասել են, եթե դու գնացիր օգնության, Շվեդիան քարտակվի քո վրա։ Ինչի՞ չեք խոսում դրա մասին։ Որովհետեւ ինձ որ ասպես պատմականորեն ճիշտ չի։ Հայաստանը գոյություն է ունեցել 1918-ից 20 թվականներ 91-ից այս կողմ։ Լավ, Կիլիկիայից ով գնաց։ Կիլիկիայից ով գնաց, պարոն Պապյան, Կիլիկիայից ով գնաց։ Այդ զենք մենք Հայաստանի ու հայերի դեմ չեղել, եղել է ռուսների դեմ։ Մենք ունեցել ենք 3-4 պատերազմ։ Ռուս չի եղել ստեր, պարոն Պապյան։ Ռուսաստանը մի անգամ չեզոք է եղել, 3 անգամ եղել է մեր դեմ։ Մխիթար Սպարապետի ժամանակ ռուս չի եղել ստեր։ Մխիթար Սպարապետի ժամանակ Հայաստան չի եղել։ Լավ, էլ։ Մխիթար Սպարապետի ժամանակ եղել է թուրք, իրանական, պարսկական կռիվն է, Ռուսաստանն էլ մի կողմից մտած։ Ես այ հենց այս եմ ուզում, որ մենք մեր շահերը պաշտպանենք, ոչ թե արևմուտքի կամ Ռուսաստանի։